Պատկերացրեք սովորական մի երեկո։ Դուք տանը մենակ եք, նոր եք ընտրել եւ պատրաստվում եք քնել, եւ հանկարծ կրծքավանդակում տարօրինակ զգացողություն է առաջանում, ոչ թե սուր ցավ կամ ծակոց, այլ հենց ճնշում, ասես ինչ-որ մեկը ձեր կրծքավանդակին ծանր բան է դրել։ Դուք փորձում եք խորը շունչ քաշել, բայց օդը կարծես չի բավականացնում։ Ձեր պարանոցով սառը քրտինքի կաթիլ է հոսում, թեև սենյակում ամենևին էլ շոկ չէ։ Դուք նստում եք բազմոցի եզրին եւ մտածում. երևի շատ եմ կերել, երևի հոգնել եմ, կամ պարզապես նյարդերս են լարված։ Եվ հենց այս պահին դուք թույլ եք տալիս այն գլխավոր սխալը, որը յուրաքանչյուր երրորդ դեպքում արժենում է մարդու կյանքը։ Դուք որոշում եք սպասել, որոշում եք, որ ինքն իրեն կանցնի, որոշում եք, որ չեք ուզում կեսգիշերին որևէ մեկին անհանգստացնել։ Իսկ ձեզ մոտ այդ ընթացքում արդեն րոպեների հաշվարկ է գնում, որոնցից յուրաքանչյուրը բառացիորեն հավասար է ձեր սրտի մի փոքրիկ կտորին։ Ես չեմ պատրաստվում այս տեսանյութում ձեզ վախեցնել։ Ես բժիշկ եմ, եւ իմ խնդիրը խուճապ առաջացնելը չէ, այլ հստակ, հանգիստ, ստուգված գործողություններ ներկայացնելը, որոնք իսկապես աշխատում են։ Որովհետև ինֆարկտը այն դեպքը չէ, երբ օգնում են համացանցային հնարքները, սա այն դեպքն է, երբ փրկում է առաջին րոպեներին կայացված մեկ միակ ճիշտ որոշումը։ Եթե դուք դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, ձեր գլխում կձևավորվի հասկանալի սցենար այն մասին, թե ինչպես վարվել, եթե հանկարծ մենակ մնաք եւ զգաք, որ սրտի հետ ինչ-որ բան այն չէ։ Այս գիտելիքը կարող է մի օր փրկել ձեր կամ ձեզ հարազատ մարդու կյանքը, իսկ իմ անունը Արմեն Միքայելյան է։ Այս ալիքը ես վարում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ իրենց մարմինը եւ գիտակցաբար կառավարել իրենց առողջությունը։ Եթե ցանկանում եք օգտակար խորհուրդներ ստանալ ոչ միայն այստեղ, այլև ցանկացած հարմար ժամանակ, բաժանորդագրվեք իմ Telegram ալիքին։ Հղումը կլինի տեսանյութի նկարագրության մեջ, բայց եկեք անմիջապես պայմանավորվենք մի կարևոր բանի շուրջ։ Ինֆարկտի մասին խոսակցություններում շատ խառնաշփոթ կա, քանի որ մարդիկ հաճախ իրար են խառնում միանգամայն տարբեր վիճակներ։ Մտածում են, թե ինֆարկտը անպայման գիտակցության կորուստն է, սրտից բռնելը, ինչպես հին կինոներում, եւ անպայման կողքին ինչ-որ մեկի լինելը, ով կհասցնի շտապ օգնություն կանչել։ Իրականում ամեն ինչ բոլորովին այլ է, եւ որպեսզի ճիշտ գործեք, պետք է գոնե ընդհանուր գծերով հասկանաք, թե կոնկրետ ինչ է կատարվում օրգանիզմում այդ պահին։ Ես կբացատրեմ առավելագույնս պարզ բառերով, առանց բարդ տերմինների, որպեսզի այս տեղեկատվությունը ձեր գլխում երկար մնա։ Մեր սիրտը մկան է, սովորական մկան, մոտավորապես բռունցքի չափով։ Պարզապես այն աշխատում է անդադար ողջ կյանքի ընթացքում, առանց որևէ հանգստյան օրվա։ Ինչպես ցանկացած աշխատող մկան սիրտը մշտապես թթվածնի եւ սննդանյութերի կարիք ունի։ Դրանք նա ստանում է իր սեփական անոթների միջոցով, որոնք կոչվում են պսակաձև զարկերակներ։ Այս զարկերակները դրսիցը բրսից պարուրում են սիրտը, ինչպես արմամատներն են փաթաթվում ծառին, եւ հենց դրանցով է հոսում սրտամկանը սնուցող արյունը։ Երբ ամեն ինչ լավ է, արյունը հոսում է ազատ։ Սիրտը ստանում է այնքան թթվածին, որքան իրեն անհրաժեշտ է, եւ հանգիստ կատարում է իր աշխատանքը։ Բայց տարիների ընթացքում այդ զարկերակների ներսում կարող են կուտակվել այսպես կոչված վահանիկներ։ Դրանք բաղկացած են խոլեստերինից, կալցիումից, բորբոքային բջիջներից եւ շարակցական հյուսվածքից։ Սկզբում նման վահանիկը փոքր է լինում եւ գրեթե չի խանգարում արյան հոսքին, բայց աստիճանաբար այն մեծանում է, նեղացնում անոթի լուսանցքը եւ արյունն այդ նեղացած տեղով արդեն դժվարությամբ է անցնում։ Հենց այդ պատճառով շատ մարդկանց մոտ ինֆարկտից շատ առաջ առաջանում է ստենոկարդիա, ցավ կրծքավանդակում ծանրաբեռնվածության ժամանակ, որն անցնում է հանգստի վիճակում։ Սա սիրտն է ազդանշան տալիս։ Ինձ չի բավականացնում թթվածինը, երբ ես աշխատում եմ սովորականից արագ։ Իսկ ինֆարկտը պատահում է այն ժամանակ, երբ վահանիկը հանկարծակի պատռվում է։ Այո, հենց պատռվում է, ինչպես պայթում է թարախապալարը։ Պատռվածքի տեղում ակնթարթորեն առաջանում է թրոմբ, արյան մակարդուք, եւ այդ թրոմբն ամբողջությամբ փակում է զարկերակը։ Արյունն այլևս չի մատակալարվում սրտամկանի այն հատվածին, որը սնվում էր այդ անոթից։ Եվ արդեն հաշված րոպեներ անց այդ հատվածի բջիջները սկսում են մահանալ։ Ոչ թե ժամեր կամ օրեր, այլ րոպեներ անց։ Ահա թե ինչու ժամանակը ինֆարկտի դեպքում պարզապես կարևոր գործոն չէ։ Ժամանակը գլխավոր գործոնն է։ Հապաղման յուրաքանչյուր րոպեն բառացիորեն սրտամկանի մի մաս է, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ եւս մեկ բան. ինֆարկտը եւ սրտի կանգը նույն բանը չեն։ Մարդիկ հաճախ են դրանք շփոթում, մինչդեռ սրանք սկզբունքորեն տարբեր վիճակներ են։ Սրտի կանգի ժամանակ սիրտը դադարում է բաբախել, մարդն ակնթարթորեն կորցնում է գիտակցությունը,
չի շնչում, եւ նրան պետք է ոչ միայն շտապօգնության կանչ, այլև անհապաղ վերակենդանացման գործողություններ, որովհետեւ առանց սրտի ռիթմի ուղեղը մահանում է մի քանի րոպեում։ Ինֆարկտի ժամանակ սիրտը սովորաբար շարունակում է բաբախել, այն տառապում է, ցավում է, նրա մկանի մի մասը մահանում է, բայց այն աշխատում է։ Եվ հենց այդ պատճառով դուք ունեք ժամանակ, շատ սահմանափակ, բայց ունեք, որպեսզի կայացնեք ճիշտ որոշումներ եւ օգնություն ստանաք։ Բայց ցավոք, ինֆարկտը կարող է վերածվել սրտի կանգի, դա բարդություն է, որը կոչվում է փորոքների ֆիբրիլյացիա։ Վնասված սրտամկանը սկսում է քաոսային կծկվել, նորմալ սրտային արտամղում այլևս չկա եւ մարդը կորցնում է գիտակցությունը։ Եվ հենց ինֆարկտի սկզբից հետո առաջին ժամերին նման բարդության ռիսկը առավելագույնն է։ Հենց այդ պատճառով աշխարհի բոլոր բժիշկները միաբերան կրկնում են. ժամանակ, ժամանակ, ժամանակ։ Որքան արագ է մարդը հայտնվում մասնագետների ձեռքում, այնքան մեծ է հավանականությունը, որ ինֆարկտը չի վերածվի սրտի կանգի, որ վնասված հատվածը կհաջողվի փրկել եւ որ կյանքը կշարունակվի առանց ծանր հետևանքների։ Այժմ եկեք խոսենք այն մասին, թե առհասարակ ինչպես է դրսևորվում ինֆարկտը, որովհետև եթե այն ժամանակին չճանաչեք, մնացած բոլոր գիտելիքներն անօգուտ կլինեն։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, որովհետև ինֆարկտն այն դեպքն է, երբ իրականությունը շատ ուժեղ տարբերվում է ֆիլմերում ու սերիալներում մեր տեսածից։ Կինոյում ամեն ինչ պարզ է։ Հերոսը բռնում է կրծքավանդակի ձախ կողմից, դեմքը աղավաղվում է ցավից եւ նա ընկնում է։ Կյանքում այդպես լինում է դեպքերի փոքրամասնության ժամանակ, շատ ավելի հաճախ ախտանիշներն ավելի քողարկված են, ավելի խորամանկ ու աննկատ, եւ հենց այդ պատճառով էլ դրանք բաց են թողնում։ Սկսենք դասական տիպիկ նշաններից։ Ամենահաճախակի ախտանիշը կրծքավանդակում զգացողությունն է, որը մարդիկ տարբեր կերպ են նկարագրում։ Մեկն ասում է, թե ասես փիղ է կանգնել կրծքին, մյուսը, թե ասես ներսում ամեն ինչ սեղմվում է, մեկ ուրիշը, թե ասես ներսից այրում է։ Ուշադրություն դարձրեք, որ սա հազվադեպ է սուր ծակող ցավ լինում։ Դա հենց ճնշում է, ծանրություն, սեղմվածություն կամ այրոց։ Այս զգացողությունը սովորաբար տեղակայվում է կրծոսկրի հետևում, այսինքն կրծքավանդակի կենտրոնում եւ ոչ թե խիստ ձախ կողմում, ինչպես շատերն են կարծում։ Եվ հաճախ այն չի անցնում, երբ դուք փոխում եք մարմնի դիրքը, երբ խորը շունչ եք քաշում։ Երբ դուք ձեռքերով սեղմում եք կրծքավանդակը, սա կարևոր տարբերություն է մկանային կամ միջկողային ցավից։ Հաջորդը հեվոցն է։ Դուք սկսում եք զգալ, որ օդը չի բավականացնում, ոչ թե այն պատճառով, որ նոր էիք վազում, այլ պարզապես այդպես, հանգիստ վիճակում։ Դուք շունչ եք քաշում եւ չեք զգում այն սովորական թեթևացումը, որը սովորաբար տալիս է խորը շնչառությունը։ Շատ հիվանդներ հետո պատմում են, որ հենց հեվոցն է իրենց ավելի շատ վախեցրել, քան կրծքավանդակի ցավը, որովհետև ցավը կարելի է վերագրել ինչի ասես, իսկ ահա երբ նստած ես եւ չես կարողանում նորմալ շնչել, դա արդեն ավելի դժվար է անտեսել։ Երրորդ դասական նշանը սառը կպչուն քրտինքն է, հենց սառը եւ կպչուն, ոչ այնպես ինչպես մարզումից հետո կամ շոկորը, այլ այնպիսին, որն ի հայտ է գալիս ճակատին, պարանոցին, ափերին, հանկարծակի, առանց պատճառի։ Եվ այս քրտինքը հաճախ ուղեկցվում է թուլության զգացումով, կարծես ձեզնից միանգամից քաշել հանել են ամբողջ ուժը, ձեռքերը դառնում են թմրած, ոտքերը թուլանում են եւ ուզում ես պարզապես նստել կամ պառկել։ Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ինֆարկտներն այդքան հաճախ բաց չէին թողնի, ինչպես դա տեղի է ունենում իրականությունում։ Խնդիրն այն է, որ շատ մարդկանց մոտ, հատկապես կանանց, տարեցների, շաքարային դիաբետ ունեցողների մոտ, ինֆարկտը բոլորովին այն տեսքը չունի, ինչ նկարագրված է դասագրքերում։ Եվ այստեղ ես ուզում եմ, որ դուք լսեք հատկապես ուշադիր, որովհետև հենց այս ոչ տիպիկ նշաններն են ամենահաճախը դառնում ողբերգությունների պատճառ։ Պատահում է, որ ցավն ընդհանրապես կրծքավանդակում չէ, այն կարող է ճառագայթել ձախ ձեռք, դա շատերը գիտեն, բայց այն կարող է ճառագայթել նաև աջ ձեռք, այն կարող է ճառագայթել ստորին ծնոտ եւ մարդը գնում է ատամնաբույժի մոտ, մտածելով, թե խնդիրն ատամն է։ Այն կարող է ճառագայթել մեջք, թիակների միջև եւ այդ ժամանակ մարդը մտածում է, թե իրեն հովն է խփել կամ օստեոխոնդրոզ ունի։ Այն կարող է ճառագայթել ոլովայնի վերին հատված եւ այդ ժամանակ ախտանիշները հեշտությամբ կարելի է շփոթել թունավորման, գաստրիտի կամ լեղապարկի խնդիրների հետ։ Ես իմ պրակտիկայում տեսել եմ մարդկանց, ովքեր մի քանի ժամ շարունակ ստամոքսի դեղահաբեր են խմել, մինչ նրանց վիճակը վատ թարանում էր, որովհետև նրանք բացարձակապես համոզված էին, որ բանը սննդի մեջ է։ Կանանց մոտ ինֆարկտը հատկապես հաճախ է դրսևորվում ոչ տիպիկ։ Կրծքավանդակում դասական ճնշող ցավի փոխարեն կնոջ մոտ կարող է լինել պարզապես անբացատրելի ուժեղ հոգնածություն, այնպիսին, որը վրա է հասնում հանկարծակի, առանց պատճառի եւ չի անցնում հանգստանալուց հետո։ Կարող է լինել սրտխառնոց, երբեմն նույնիսկ փսխում,
Կարող է լինել գլխապտույտ, տագնապի զգացում, խուճապ, մահվան վախ։ Այո, հենց այդպես։ Երբեմն սա առաջին եւ միակ վառ ախտանիշն է լինում, եւ մարդիկ մտածում են, թե իրենց մոտ պարզապես տագնապի ուժեղ նոպա է։ Մինչդեռ իրականում օրգանիզմը այդ կերպ ազդանշան է տալիս սրտում տեղի ունեցող աղետի մասին։ Տարեց մարդկանց եւ շաքարային դիաբետ ունեցողների մոտ ինֆարկտը կարող է ընթանալ գրեթե առանց ցավի, սա կոչվում է ինֆարկտի համր ձև։ Մարդը պարզապես թուլություն է զգում, պարզապես հեվոց քայլելիս, պարզապես տարօրինակ վիճակ եւ համարում է, որ դա տարիքային է, եղանակից է կամ ճնշումից է։ Իսկ այդ ընթացքում սիրտն արդեն լուրջ վնասվածք է ստացել։ Ուստի, երբ ես շփվում եմ իմ տարեց պացիենտների հետ, միշտ ասում եմ նրանց եւ նրանց հարազատներին. ուշադրություն դարձրեք ցանկացած անսովոր զգացողության, նույնիսկ եթե դրանք նման չեն դրան, ինչ նկարագրված է դասագրքերում։ Ավելի լավ է 10 անգամ ապահովագրվել, քան 1 անգամ բաց թողնել վտանգը։ Եվ կա եւս մեկ ախտանիշ, որի մասին ավելի հազվադեպ է խոսում, բայց որը շատ կարևոր է։ Սա այսպես կոչված վերահաս փորձանքի զգացումն է։ Պացիենտները հետո դա նկարագրում են այս բառերով. Ես հանկարծ զգացի, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, չեմ կարող բացատրել, բայց հասկացա, պետք է շտապ օգնություն կանչել։ Սա միստիկա չէ, սա օրգանիզմի արձագանքն է այն լուրջ փոփոխություններին, որոնք արդեն սկսվել են ներսում։ Եթե դուք երբևէ նման բան զգաք, անպատճառ, սուր զգացողություն, որ ինչ-որ վատ բան է կատարվում, զուգորդված թեկուզ աննշան ֆիզիկական անհարմարության հետ, մի անտեսեք դա։ Վստահեք ձեր կանխազգացմանը, այն նման դեպքերում հաճախ ավելի խելացի է գտնվում մեր ռացիոնալ մտածողությունից, քանի որ ինֆարկտը միշտ չէ, որ այնպիսի տեսք ունի ինչպես կինոյում։ Սա մի կանոն է, որը ես նորից ու նորից կրկնում եմ իմ պացիենտներին, որովհետև ինֆարկտի կինոյի կերպարը փաթերական ընկնելով, ցավագին դեմքով, սրտից բռնելով, ցավոք վատ կատակ է խաղացել միլիոնավոր մարդկանց հետ։ Նրանք սպասում են հենց այդ տեսարանին եւ մտածում են, քանի որ չեմ ընկնում, քանի որ գիտակցությունը ստեղն է, քանի որ քայլում եմ, ուրեմն դա ինֆարկտ չէ։ Եվ շարունակում են զբաղվել իրենց գործերով, կորցնել թանկարժեք րոպեներ, բաց թողնել ժամանակը, երբ դեռ հնարավոր էր ամեն ինչ ուղղել։ Եվ ահա մենք մոտենում ենք ամենագլխավորին, այն բանին, հանուն որի ըստ էության նկարահանվել է այս տեսանյութը, գործողությունների ալգորիթմին, որը պետք է հիշել եւ բարձրաձայնել։ Մտովի փորձարկել, որպիսի փորձանքի դեպքում այն ձեզ մոտ միանա ավտոմատ կերպով, առանց խուճապի, առանց կասկածների, առանց ավելորդ մտքերի։ Որովհետև իրական ինֆարկտի պահին հավատացեք, մտածելը դժվար է, գլուխն ավելի վատ է աշխատում, քան սովորաբար, ուշադրությունը նեղանում է, մարմինը չի ենթարկվում։ Եվ եթե դուք այդ պահին չունեք նախապես պատրաստված սցենար, մեծ հավանականությամբ կսկսեք անել այն, ինչ պետք չէ անել։ Իսկ ժամանակը, հիշեցնեմ, աշխատում է ձեր դեմ, ուստի առաջին եւ ամենագլխավոր գործողությունը, որից ամեն ինչ պետք է սկսվի, անհապաղ շտապ օգնություն զանգահարելն է։ 112 համարը արտակարգ ծառայությունների միասնական համարն է, որն աշխատում է ամբողջ երկրում։ Այն կարելի է հավաքել նույնիսկ արգելափակված հեռախոսից, նույնիսկ առանց քարտի, նույնիսկ նվազագույն մնացորդով։ Հիշեք, այս համարը ինչպես ձեր սեփականը 112, 3 թվեր, որոնք մի օր կարող են ձեր կյանքը բաժանել առաջի եւ հետոյի։ Ես գիտեմ, թե ինչ առարկություններ են հիմա անցնում շատերի գլխով, ովքեր դիտում են սա, իսկ եթե դա ինֆարկտ չէ, իսկ եթե ես պարզապես սխալ բան եմ կերել, իսկ եթե դա ընդամենը սթրես է։ Ես չեմ ուզում իզուր անհանգստացնել բժիշկներին, զբաղեցնել շտապ օգնությունը, որը պետք է մեկ ուրիշին, ուստի պատասխանում եմ ուղիղ եւ ազնվորեն, որպես բժիշկ։ Այս մտքերը կործանում են մարդկանց ամեն օր, ավելի լավ է 100 կեղծ կանչ, քան 1 բաց թողնված ինֆարկտ։ Շտապ օգնության դիսպետչերները հիանալի կերպով վերապատրաստված են նման իրավիճակների հետ աշխատելու համար։ Նրանք ձեզ չեն նախատի, չեն բարկանա ձեզ վրա։ Նրանց աշխատանքը գալ եւ պարզելն է, իսկ ձեր աշխատանքը ժամանակին զանգահարելն է։ Եվ երբ հավաքում եք 112, խոսեք կարճ եւ ըստ էության։ Պետք չեն երկար բացատրություններ։ Ասեք մոտավորապես այսպես. ինձ մոտ ճնշող ցավ է կրծքավանդակում, հեվոց, ես տանը մենակ եմ, ինձ շտապ օգնություն է պետք։ Նշեք հասցեն, նշեք ձեր անունը, տարիքը եւ եթե դիսպետչերը հարցեր է տալիս, պատասխանեք։ Եթե դուք ունեք որևէ քրոնիկական հիվանդություն, եթե ինչ-որ դեղամիջոցներ եք ընտրունում, եթե արդեն սրտի հետ կապված խնդիրներ ունեցել եք, ասեք այդ մասին։ Այս ամբողջ տեղեկատվությունը կօգնի բուժաշխատողներին գալ նախապատրաստված եւ եւս մեկ շատ կարեւոր պահ, որի մասին հաճախ մոռանում են։ Շտապ օգնություն կանչելուց հետո խոսափողը չափազանց արագ, մի անջատեք, ճշտեք, թե երբ բրիգադը ձեզ մոտ կլինի։ Երբեմն դիսպետչերը կարող է խնդրել մնալ գծի վրա, երբեմն կարող է նախնական հրահանգներ տալ, օրինակ, խնդրել չկողպվել ներսից, պատրաստել փաստաթղթերը, բացել դուռը։ Լսեք եւ կատարեք։
Սրանք ձևականություններ չեն, սա այն համակարգի մի մասն է, որն աշխատում է այն ուղղությամբ, որ բուժաշխատողները կարողանան որքան հնարավոր է արագ հասնել ձեզ մոտ և սկսել օգնել։ Մարդկային ամենամեծ սխալը համար առաջին, որը մարդիկ թույլ են տալիս այս իրավիճակում։ Նրանք որոշում են, որ իրենք ինքնուրույն կհասնեն հիվանդանոց իրենց մեքենայով, տաքսիով կամ ավտոբուսով։ Ես խնդրում եմ ձեզ, բառացիորեն աղաչում եմ, երբեք այդպես մի արեք։ Եվ եթե սիրում եք ձեր հարազատներին, թող նրանք նույնպես հիշեն այս կանոնը։ Սկսվող ինֆարկտով մարդը ղեկին վտանգ է ոչ միայն իր, այլև ճանապարհին գտնվող այլ մարդկանց համար, քանի որ վիճակը կարող է կտրուկ վատթարանալ ցանկացած պահի, որովհետև մեքենայի մեջ ոչ ոք չի կարողանա ձեզ օգնություն ցուցաբերել։ Եթե դուք կորցնեք գիտակցությունը, քանի որ սովորական հիվանդանոցի ընդունարան, դուք կարող եք ձեզ ավելի դանդաղ հասցնել, քան մասնագիտացված բրիգադը։ Շտապ օգնությունը կհասցնի ձեզ սրտանոթային կենտրոն, որտեղ անմիջապես կսկսեն անհրաժեշտ պրոցեդուրաները։ Հիշեք, շտապ օգնությունը տաքսի չէ, շտապ օգնությունը շարժական վերակենդանացման բաժանմունք է։ Դրա մեջ կան սարքավորումներ, դեղորայք, թթվածին, մասնագետներ, ովքեր կսկսեն ձեզ բուժել արդեն ճանապարհին։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե գնալն այստեղ 10 րոպե է, դուք շատ ուժեղ սխալվում եք, որովհետև այդ 10 րոպեն տաքսիի հետևի նստատեղին և այդ 10 րոպեն շտապօգնության կահավորված մեքենայում երկու միանգամայն տարբեր պատմություններ են, միանգամայն տարբեր կանխատեսումներով։ Շտապօգնություն կանչելուց անմիջապես հետո ձեզ անհրաժեշտ է կատարել երկրորդ կարևոր գործողությունը՝ անհապաղ դադարեցնել ցանկացած ֆիզիկական ակտիվություն։ Եթե կանգնած եք, նստեք, եթե քայլում եք, կանգ առեք, եթե ձեռքերում ինչ-որ բան եք բռնել, զգուշորեն դրեք այն մի կողմ։ Մի փորձեք համբերել, մի փորձեք քայլելով ցրվել, մի փորձեք ավարտել ինչ-որ գործ, ձեր սիրտը հենց այս պահին խեղդվում է։ Յուրաքանչյուր ավելորդ ջանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն է մկանի վրա, որին առանց այն էլ թթվածինը չի բավականացնում։ Դուք պետք է սրտի ծանրաբեռնվածությունը նվազեցնեք մինչև նվազագույնը։ Դա թուլություն չէ, հանձնվել չէ։ Սա միակ ճիշտ ռազմավարությունն է տվյալ իրավիճակում։ Լավագույնն այն է, որ նստեք հարմարավետ բազկաթոռին, կիսապարկած վիճակում, մեջքի հենարանով։ Նման դիրքը հեշտացնում է սրտի աշխատանքը և շնչառությունը։ Շատ մարդկանց այս իրավիճակում ավելի հեշտ է լինում հենց կիսանստած դիրքում։ Եթե ձեզ համար ավելի հարմար է պառկել, պառկեք, բայց խուսափեք փորի վրա պառկելուց և չափազանց ցածր բարձից։ Եթե զգում եք, որ կարող է գլուխը պտտվել կամ գիտակցությունը կորցնել, ավելի լավ է անմիջապես պառկել հատակին։ Սա կարող է տարօրինակ խորհուրդ թվալ, բայց հատակին պառկելն ավելի անվտանգ է, քան բազմոցից կամ մահճակալից ընկնելը և ի հավելում ինֆարկտի նաև գլխի վնասվածք ստանալը։ Եվ այս կետում մենք առայժմ կանգ կառնենք։ Ես պատմեցի ձեզ, թե ինչ է ինֆարկտը, ինչպես է այն դրսևորվում, և տիպիկ և ոչ տիպիկ կերպով։ Եվ մենք սկսեցինք վերլուծել գործողությունների ճիշտ ալգորիթմը, բայց առջևում դեռ շատ կարևոր բաներ կան։ Ինչպես ապահովել օգնությունը, որպեսզի բուժաշխատողները կարողանան արագ մուտք գործել ձեզ մոտ, ինչ անել, եթե վիճակը վատթարանում է և խոսելը դժվարանում է, որ դեղամիջոցներ է կարելի է ընդունել և որոնք ոչ մի դեպքում չի կարելի։ Եվ մի ամբողջ բլոկ այն ամենավտանգավոր սխալների մասին, որոնք մարդիկ թույլ են տալիս առաջին րոպեներին։ Այս ամենը մենք կքննարկենք հաջորդիվ։ Այսպիսով, մենք կանգ առանք նրա վրա, որ դուք շտապօգնություն եք կանչել և հարմար դիրք եք ընդունել, նվազեցնելով սրտի ծանրաբեռնվածությունը։ Կարծես թե վերջ։ Այնուհետև կարելի է պարզապես սպասել, բայց ոչ, կա ևս մեկ գործողություն, որը շատերն աչքաթող են անում։ Եվ հենց այս անփութության պատճառով բուժաշխատողները երբեմն կորցնում են թանկարժեք րոպեներ, կանգնելով փակ դռան առաջ։ Այս գործողությունը կապահովի օգնության հասանելիությունը ձեր մարմնին։ Հնչում է մի փոքր սարսափելի, բայց եկեք խոսենք ուղիղ, որովհետև այս ուղղամտությունը մի օր կարող է կյանք փրկել։ Պատկերացրեք իրավիճակը։ Դուք մենակ եք ապրում, զանգահարել եք շտապօգնություն, պառկել եք բազմոցին և փորձում եք դանդաղ շնչել։ 15 րոպե անց շքամուտքին է մոտենում բրիգադը, նրանք բարձրանում են ձեր հարկ, ղողանջում են դուռը, իսկ ձեզ այդ պահին արդեն այնքան վատ եք զգում, որ վեր կենալ և բացել չեք կարող։ Կամ ավելին, դուք արդեն կորցրել եք գիտակցությունը։ Ինչ պետք է անի բրիգադը։ Նրանք կբախեն դուռը, կղողանջեն հարևանների դռները, կկանչեն փրկարար ծառայություն, որպեսզի կոտրեն փականը։ Եվ այդ ամենը ևս 10-15-ից 20 րոպե է, որի ընթացքում ձեր սիրտը շարունակում է մահանալ։ 20 րոպե, որոնք կարող են վճռորոշ լինել։ Ուստի հենց շտապօգնություն կանչեք և դեռ ուժ ունեք շարժվելու, արեք 3 պարզ բան։ Առաջինը՝ բացեք մուտքի դուռը։ Ոչ թե պարզապես բացեք փականը, այլ հենց կիսաբաց արեք այն, որպեսզի բժիշկները կարողանան ներս մտնել առանց ջանքերի։
Եթե ունեք շղթա, հանեք այն, իսկ եթե դուռը մի քանի փականով է փակվում, թողեք բոլորը բաց։ Այո, սա անսովոր է թվում։ Այո, անվտանգության մասին մտքեր առաջանում են բոլորի մոտ, բայց հավատացեք, տվյալ կոնկրետ իրավիճակում ձեր կյանքին սպառնացող վտանգը գալիս է ներսից, ձեր սեփական սրտից եւ ոչ թե դրսից։ Բաց դուռը բառացիորեն միջանցք է ձեր փրկության համար։ Երկրորդ բանը. միացրեք լույսը միջանցքում, ըցքում եւ այն սենյակում, որտեղ գտնվում եք։ Այնպես արեք, որ բժիշկները, ովքեր փնտրելու են ձեզ ձեր բնակարանում, ստիպված չլինեն վայրկյաններ ծախսել անջատիչներ գտնելու եւ մթության մեջ կողնորոշվելու վրա։ Սա մանրուք է, բայց մանրուքները նման իրավիճակներում գումարվում եւ րոպեներ են դառնում։ Երրորդ բանը. Եթե ունեք ընտանի կենդանի, հատկապես մեծ շուն, հնարավորության դեպքում փակեք նրան այլ սենյակում։ Ես հասկանում եմ, որ դա կարող է դժվար լինել, բայց շունը, որը տեսնում է տիրոջը փորձանքի մեջ եւ չի ճանաչում եկած մարդկանց, կարող է խանգարել բրիգադի աշխատանքին։ Ես պրակտիկայում տեսել եմ դեպքեր, երբ բժիշկները ստիպված են եղել սպասել կինոլոգներին, որպեսզի կարողանան մոտենալ պացիենտին։ Մի հասցրեք դրան։ Այս ամենից հետո վերադարձեք անվտանգ դիրքի, այնտեղ, որտեղ որոշել եք սպասել օգնությանը, եւ այստեղ մի շատ կարևոր պահ կա։ Վերցրեք հեռախոսը եւ դրեք այն ձեր կողքին, ոչ թե գրպանում, ոչ թե սեղանին, սենյակի մյուս ծայրում, այլ հենց կողքին, մեկնած ձեռքի հեռավորության վրա։ Ցանկալի է միացված բարձրախոսով, քանի որ ձեզ առջևում կարող է սպասվել կրկնակի խոսակցություն դիսպետչերի հետ, կարող է լինել զանգ արդեն մոտեցող բրիգադից, կարող է լինել զանգ հարազատներին։ Եվ ձեզ պետք չէ այդ պահին ուժեր ծախսել այն բանի վրա, որ վեր կենաք, քայլեք եւ վերցնեք սարքը։ Եվս մեկ շատ կարևոր գործողություն, որի մասին գրեթե ոչ ոք նախապես չի մտածում։ Եթե հնարավորություն ունեք, նախապես, քանի դեռ ուժ ունեք, բացեք պատուհանը կամ օդանցքը։ Սենյակ մաքուր օդի ներհոսքը կարող է զգալիորեն թեթևացնել վիճակը հեվոցի ժամանակ։ Պետք չէ ամեն ինչ լայն բացել եւ միջանցիկ քամի ստեղծել, բայց մի փոքր մաքուր օդը լավ է։ Եվ միաժամանակ, եթե հանկարծ փողոցից եկող աղմուկն օգնի հարևաններին լսել, որ ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում, դա լրացուցիչ ապահովագրություն է։ Իսկ այժմ մենք մոտենում ենք խոսակցության ամենածանր մասին, այն սցենարին, որը ոչ ոք չի ուզում պատկերացնել, բայց որի մասին պետք է բարձրաձայնել։ Ինչ անել, եթե դուք մենակ եք եւ ձեզ ավելի վատ եք զգում։ Երբ գլուխը սկսում է պտտվել, երբ խոսելը դժվարանում է, երբ վախն աճում է, իսկ օգնությունը դեռ չի հասել։ Ես կպատմեմ ձեզ, թե ինչպես վարվել այս իրավիճակում, եւ խնդրում եմ, վերաբերվեք սրան առավելագույն դրճությամբ, քանի որ հենց այս մի քանի պարզ կանոններն են բաժանում նրանց, ովքեր սպասում դիմանում են մինչև շտապօգնության ժամանումը, նրանցից, ում շտապօգնությունը չի հասցնում փրկել։ Կանոն առաջին եւ ամենագլխավորը. մնացեք կապի մեջ։ Եթե դուք արդեն խոսում եք դիսպետչերի հետ, մի անջատեք զանգը։ Եթե խոսակցությունն ավարտվել է, իսկ վիճակը վատթարացել է, հետ զանգահարեք։ Դիսպետչերը գծի մյուս ծայրում պարզապես ձայն չէ։ Սա այն մարդն է, որը գրանցում է ձեր վիճակը իրական ժամանակում, որը կարող է բրիգադին թարմ տեղեկատվություն փոխանցել, որը կարող է լրացուցիչ ուժեր ուղարկել, եթե իրավիճակը կրիտիկական է, որը կարող է ձեզ ինչ-որ բան հուշել տվյալ պահին, եւ որ պակաս կարևոր չէ, նա այն մարդն է, որը գիտի, որ դուք առայժմ ողջ եք։ Խոսեք կարճ արտահայտություններով, մի փորձեք ամեն ինչ նկարագրել գեղեցիկ եւ մանրամասն։ Այս վիճակում երկար նախադասությունների համար ուժեր չկան։ Եվ յուրաքանչյուր բառը դժվարությամբ է տրվում, խոսեք ըստ էության։ Ավելի վատ է, գլուխս պտտվում է, չեմ կարողանում շնչել, կուծկս ավելի ուժեղ է ցավում, դիսպետչերը կհասկանա։ Այս մարդիկ մարզված են պացիենտներին մեկ բառից հասկանալու համար։ Եթե խոսելը չափազանց դժվարանում է, կա եւս մեկ հնարք։ Մի անջատեք խոսափողը, պարզապես թողեք գիծը բաց եւ լռեք։ Շատ դիսպետչերներ նման դեպքերում մնում են կապի մեջ, հետևելով ցանկացած ձայնի։ Ձեր շնչառությունը, հագուստի խշխշոցը, առարկայի ընկնելը, դա նույնպես տեղեկատվություն է։ Եթե հանկարծ դուք կորցնեք գիտակցությունը, դիսպետչերը լռությունից անմիջապես կհասկանա, որ իրավիճակը կրիտիկական է, եւ բրիգադը կժամանի արդեն պատրաստ վերակենդանացման գործողությունների։ Կանոն երկրորդ. Եթե զգում եք, որ ուր որ է կկորցնեք գիտակցությունը, անմիջապես պառկեք հատակին։ Հենց հատակին, ոչ բազմոցին, ոչ մահճակալին։ Ես գիտեմ, սա տարօրինակ է հնչում, բայց կբացատրեմ։ Գիտակցության կորստի ժամանակ մարդը թուլանում է եւ կարող է բարձրությունից վայր ընկնել։ Բազմոցից կամ աթոռից հատակին ընկնելը գլխի հարվածի, ձեռքի կոտրվածքի, լրացուցիչ վնասվածքի ռիսկ է, որը կգումարվի առանց այն էլ ծանր վիճակին։ Իսկ եթե դուք արդեն հատակին եք, ընկնելու տեղ չունեք, դուք պարզապես հանգիստ կպառկեք եւ երբ գա շտապօգնությունը, նրանք ձեզ կգտնեն անվտանգ դիրքում։
Պարկեք մեջքի վրա, գլուխը փոքրինչ թեքելով կողքի։ Նման դիճքը այն դեպքի համար է, եթե հանկարծ առաջանա սրտխառնոց կամ փսխում։ Լեզուն կուլ չի գնա, շնչուղիները կմնան ազատ։ Սա կարևոր մանրուք է, որը նույնպես մի օր կարող է կյանք փրկել։ Եթե կա բարձ կամ գոնե ծալված սրբիչ, դրեք գլխի տակ, բայց շատ քիչ, որպիսի պարանոցը չափազանց ծալված չլինի։ Ձեր առաջնահերթությունն այս պահին մենակ հերոսաբար ինֆարկտի դեմ պայքարելը չէ, ձեր առաջնահերթությունը օգնության ժամանմանը դիմանալն է։ Սա վախկոտություն չէ, սա թուլություն չէ, սա միակ ճիշտ ռազմավարությունն է։ Այն ամենը, ինչ դուք հիմա անում եք, ժամանակ շահելն է։ Յուրաքանչյուր րոպեն, որը դուք մնում եք գիտակցության մեջ եւ հարաբերականորեն կայուն վիճակում, աշխատում է ձեր օգտին։ Բժիշկները կանեն մնացած ամեն ինչ, երբ ժամանեն, ձեր խնդիրը նրանց ժամանման պահին ողջ լինելն է։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել շնչառության մասին, որովհետև դա այն գործիքներից մեկն է, որոնք իրականում օգնում են։ Երբ մարդուն վատ է, երբ նա վախեցած է, երբ սիրտը խելագարի պես բաբախում է, շնչառությունը դառնում է հաճախակի եւ մակերեսային։ Սա էլ ավելի է վատթարացնում վիճակը, որովհետև օրգանիզմը ավելի քիչ թթվածին է ստանում, իսկ սրտամկան ավելի շատ է լարվում սթրեսից։ Ուստի աշխատեք շնչել դանդաղ, մի պահեք շնչառությունը, մի փորձեք ինչ-որ հատուկ տեխնիկաներ կիրառել, պարզապես դանդաղ։ Շունչ քաշեք, հաշվելով մինչև 4-ը, արտաշնչեք, հաշվելով մինչև 4-ը, հանգիստ, հավասարաչափ, եթե չի ստացվում խորը, ոչ մի սարսափելի բան չկա։ Շնչեք այնպես, ինչպես թույլ է տալիս վիճակը, բայց հենց դանդաղ։ Այս պարզ հնարքը երկու բան է անում միաժամանակ։ Այն հագեցնում է արյունը թթվածնով, ինչը նշանակում է սրտի համար ավելի հեշտ է, եւ այն նվազեցնում է խուճապային ակտիվացման մակարդակը, քանի որ դանդաղ շնչառությունը ազդանշան է նյարդային համակարգին, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Խուճապը ինֆարկտի ժամանակ շատ վատ օգնական է։ Այն արյան մեջ ադրենալին է արտանետում, իսկ ադրենալինը ստիպում է սրտին էլ ավելի հաճախ բաբախել եւ էլ ավելի շատ թթվածին սպառել, որն առանց այն էլ չի բավականացնում։ Հանգիստ շնչառությունը այն քչերից է, որ դուք կարող եք հենց հիմա անել ձեր սրտին օգնելու համար։ Այժմ եկեք խոսենք դեղամիջոցների մասին, քանի որ այս թեմայի շուրջ շատ են առասպելները, շատ է խառնաշփոթը, շատ են համացանցից եկող վտանգավոր խորհուրդները։ Ես ուզում եմ հստակեցնել ամեն ինչ որպես բժիշկ, առավելագույնս ազնվորեն եւ առանց կիսաքայլերի։ Ինֆարկտի ժամանակ ամենաշատ քննարկվող պրեպարատը ասպիրինն է։ Դուք վստահաբար լսել եք այս խորհուրդը։ Եթե ինֆարկտի կասկած կա, ասպիրինի հապ ծամիր, եւ այս խորհրդի մեջ ճշմարտության բաժին կա։ Ասպիրին իսկապես ունակ է նվազեցնելու արյան մակարդվելու ունակությունը, եւ տեսականորեն այն կարող է օգնել զսպել թրոմբի աճը, որը փակում է պսակաձև զարկերակը։ Հենց այդ պատճառով այն շատ երկրներում ներառում են առաջին օգնության սխեմաներում, բայց կան շատ բայցեր, եւ այս բայցերը սկզբունքորեն կարևոր են։ Ասպիրինը խստիվ հակացուցված է ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն ունեցող մարդկանց սրացման փուլում։ Այն հակացուցված է դրա նկատմամբ ալերգիայի դեպքում, իսկ նման ալերգիա հանդիպում է ավելի հաճախ, քան կարծում են, այն վտանգավոր է արյան մակարդելիության խանգարումների դեպքում։ Այն վտանգավոր է, եթե մարդն արդեն ընդունում է որոշակի հակամակարդիչներ, այն վտանգավոր է ինսուլտի որոշ ձևերի դեպքում, որոնք կարող են քողարկվել որպես սրտի նոպա։ Եվ ամենագլխավորը, եթե մարդը երբեք նախկինում ասպիրին չի ընդունել եւ չգիտի իր ռեակցիան, ապա սուր սրտային նոպայի պահը լավագույն ժամանակը չէ առաջին փորձարկման համար։ Ուստի իմ, որպես բժշկի առաջարկությունը, հնչում է այսպես. Եթե դուք կասկածում եք, որ ձեզ մոտ ինֆարկտ է, առաջին հերթին զանգահարեք շտապօգնություն։ Երկրորդ հերթին, եթե դիսպետչերը կամ բրիգադը, որն արդեն ճանապարհին է, ասի ձեզ ասպիրին ընդունել։ Եթե դուք չունեք հակացուցումներ, եթե ասպիրինը ձեռքի տակ ունեք, ապա այո, ծամեք 300 միլիգրամանոց 1 հապ կամ 4 հապ 75 միլիգրամանոց։ Մի կուլ տվեք ամբողջությամբ, այլ հենց ծամեք։ Այդպես պրեպարատը ավելի արագ է ներծծվում, բայց անել դա ինքնուրույն, առանց բուժաշխատողների հետ համաձայնեցնելու, եթե վստահ չեք ձեր հակացությունների հարցում, ռիսկային է։ Ավելի լավ է կորցնել այդ 30 վայրկյանը ճշտելու վրա, քան ինֆարկտի վրայից նաև ստամոքսային արյունահոսություն ստանալ։ Նույնը վերաբերում է նիտրոգլիցերինին։ Դա պրեպարատ է, որը լայնացնում է անոթները եւ իսկապես կարող է թեթևացնել ստենոկարդիան, բայց այն չի բուժում ինֆարկտը։ Այն կարող է ժամանակավորապես նվազեցնել ցավը, բայց թրոմբի առաջացման բուն գործընթացի վրա այն չի ազդում, եւ նիտրոգլիցերինն ունի նենգ հատկություն։ Այն կարող է կտրուկ իջեցնել ճնշումը։ Եթե մարդու մոտ ինֆարկտի ֆոնին առանց այն էլ ցածր ճնշում է, նիտրոգլիցերինը կարող է հրահրել ուշագնացություն, կոլապս եւ էլ ավելի վատ թարացնել սրտի արյան մատակարարումը։
Ուստի, եթե նիտրոգլիցերինը ձեզ նշանակված չէ ձեր սրտաբանի կողմից, եթե դուք երբեք նախկինում այն չեք ընդունել, սուր նոպայի պահին լավագույն ժամանակը չէ այս դեղամիջոցի հետ ծանոթանալու համար։ Իսկ հիմա ես ուզում եմ ասել այն մասին, թե ինչ չի կարելի անել կատեգորիկապես ոչ մի պարագայում, նույնիսկ եթե շատ եք ուզում, նույնիսկ եթե համացանցում գրում են, որ օգնում է, որովհետև այս առասպելների պատճառով մարդիկ մահանում են ամեն օր, եւ իմ պարտքն է որպես բժիշկ ցրել այս առասպելները, առավելագույնս հստակ։ Առասպել առաջին, ամենավտանգավորը, հազային վերակենդանացում կամ ինչպես գրում են ցանցերում, ինֆարկտի դուրս հազալը։ Գաղափարն այն է, որ ուժեղ հազով իբրև թե կարելի է վերագործարկել սիրտը կամ հրել թրոմբը։ Սա սուտ է։ Սա վտանգավոր, դաժան սուտ է, որը շատ կյանքեր է խլել։ Ինֆարկտի ժամանակ ուժեղ հազը միայն ավելացնում է ծանրաբեռնվածությունը սրտամկանի վրա, բարձրացնում է ճնշումը, խորացնում իշեմիան։ Դա վերջին բանն է, որ պետք է մարդուն այդ պահին։ Խնդրում եմ, եթե սոցիալական ցանցերում տեսնեք հերթական գրառումը փրկարար հազի մասին, մի հավատացեք դրան։ Եթե կարող եք, հերքեք դա մեկնաբանություններում, դա մարդկային կյանքերի հարց է։ Առասպել երկրորդ, բռունցքով հարվածներ կրծքին։ Այստեղ են դասվում նաև կրծքավանդակին կտրուկ հարվածելու խորհուրդները, ինքն իրեն պրեկարդիալ հարված հասցնելը եւ մարտաֆիլմերից վերցրած ինքնօգնության այլ տարբերակներ։ Բժշկության մեջ իսկապես գոյություն ունի պրեկարդիալ հարված, բայց դա հնարք է, որը կիրառվում է բժիշկների կողմից կոնկրետ իրավիճակում։ Արձանագրված սրտի կանգի ժամանակ բուժաշխատողի ներկայությամբ եւ միայն որոշակի տեսակի արիթմիաների դեպքում։ Սա ունիվերսալ տեխնիկա չէ, այլ նեղ մասնագիտացված հնարք է եւ օգտագործել այն ինքն իր վրա ինֆարկտի կասկածի դեպքում չի կարելի։ Ինֆարկտի ժամանակ սեփական կրծքի խփելը նշանակում է լրացուցիչ վնասվածք հասցնել առանց այն էլ տառապող օրգանին։ Առասպել երրորդ։ Կետերի մերսում, հատուկ գոտիների սեղմում, պարանոցի, ճկույթի, դաստակի վրա ճնշում գործադրելը։ Բոլոր այս խորհուրդները, որոնք պտտվում են համացանցում, լիակատար անհեթեթություն են բժշկական տեսանկյունից։ Այդ կետերից ոչ մեկը ի վիճակի չէ վերականգնել արյան հոսքը խցանված պսակաձև զարկերակում։ Քանի դեռ դուք ժամանակ եք ծախսում կախարդական կետ որոնելու եւ դրա վրա սեղմելու համար, ձեր սիրտը շարունակում է մահանալ։ Միակ էֆեկտը, որը դուք կստանաք, ժամանակի կորուստն է, ամենաթանկ ռեսուրսի տվյալ իրավիճակում։ Առասպել չորրորդ։ Ինֆարկտին սպասելով դիմանալու փորձեր, պառկել, թեյ խմել, ինչ-որ բանի վրա շնչել, տնային պաշարից սրտի ինչ-որ կաթիլներ ընդունել, կորվալոլ, վալոկորտին, վալիդոլ, կատվախոտ, այս բոլոր պրեպարատները, որոնք շատերի կողմից սիրված են, որևէ առնչություն չունեն ինֆարկտի բուժման հետ, զրո։ Դրանք կարող են մի փոքր հանգստացնել նյարդային համակարգը, բայց անոթային գործընթացի վրա դրանք ընդհանրապես չեն ազդում։ Եվ քանի դեռ դուք կաթեցնում եք ձեր բաժակի մեջ, ժամանակը գնում է։ Առասպել 5-րդ, ինքնուրույն գնալ հիվանդանոց։ Մենք արդեն խոսել ենք այս մասին, բայց ես կկրկնեմ, քանի որ դա այնքան կարևոր է։ Երբեք ոչ ղեկին, ոչ տաքսիով, ոչ ոտքով, միայն շտապ օգնություն։ Եվ նույնիսկ եթե ձեզ թվում է, թե դուք դեռ կարող եք, հիշեք, ինֆարկտը մի վիճակ է, որը կարող է ցանկացած վայրկյանի վերածվել սրտի կանգի։ Դուք կարող եք կորցնել գիտակցությունը խաչմերուկում, կարող եք ընկնել փողոցում, կարող եք կորցնել մեքենայի կառավարումը եւ վթարի ենթարկվել։ Շտապ օգնությունը միակ ճիշտ տարբերակն է, եւ ահա մենք մոտենում ենք շատ կարևոր բլոկի, մտածողության տիպիկ սխալների մասին զրույցին։ Որովհետև մահացու սխալները ինֆարկտի ժամանակ գրեթե միշտ ոչ թե գործողությունների սխալներ են, այլ մտածողության սխալներ։ Սրանք այն մտքերն են, որոնք անցնում են մարդու գլխով նոպայի առաջին րոպեներին, եւ որոնք ստիպում են նրան ոչ թե շտապ օգնություն զանգահարել, այլ նստել ու սպասել։ Ես ուզում եմ վերլուծել այս մտքերը մեկ առ մեկ, որովհետև եթե դուք ճանաչեք դրանք նախապես, դուք շանս կունենաք բռնել ինքներդ ձեզ այդ մտքերի վրա փորձանքի պահին։ Միտք առաջին. կսպասեմ եւս մի փոքր, գուցե անցնի։ Սա ամենատարածված միտքն է, եւ հենց սա է սպանում ամենից հաճախ։ Տրամաբանությունն այստեղ խապուսիկ պարզ է։ Ինչու անհանգստացնել մարդկանց, եթե գուցե ինքն իրեն անցնի։ Բայց ինֆարկտը գլխացավ չէ, որը կարող է անցնել, դա գործընթաց է, որը զարգանում է, դա նման է տան հրդեհի։ Քանի դեռ դուք որոշում եք զանգահարել հրշեջներին, կրակը տարածվում է, եւ որքան երկար եք դուք հապաղում, այնքան մեծանում է վնասվածքի մակերեսը։ Տարբերությունն այն է, որ սրտի դեպքում մակերեսը կենդանի հյուսվածք է, որն այլևս չի վերականգնվի։ Միտք երկրորդ. սա պարզապես սթրես է, գերհոգնածություն, քնի պակաս։ Այս միտքը հատկապես տարածված է ակտիվ աշխատող մարդկանց մոտ, նրանց ովքեր սովոր են ֆիզիկական անհարմարությունը վերագրել ապրելակերպին։ Այո,
Սթրեսը եւ գերհոգնածությունը կարող են առաջացնել սրտխփոց, կարող են տալ կրծքավանդակի սեղմվածության զգացում, կարող են առաջացնել հեվոց, բայց գիտեք ինչ? Ինֆարկտը հաճախ պատահում է հենց սթրեսի ֆոնին, հենց ծանր օրվանից հետո, հենց գիշերը, լարված շաբաթվանից հետո։ Ձեր մարմինը չի սպասելու, մինչև դուք դարակներով դասավորեք, թե ինչից է ձեզ մոտ կրծքավանդակի ցավը։ Եթե ախտանիշներ կան, զանգահարեք շտապօգնություն, իսկ պարզելով կզբաղվեն բժիշկները։ Միտք 3. Ես երիտասարդ եմ, ինձ մոտ չի կարող ինֆարկտ լինել։ Ցավոք, այս համոզմունքն այժմ հնացել է։ 30-ից 40 տարեկան մարդկանց մոտ ինֆարկտն արդեն հազվադեպ չէ։ Նստակյաց կյանքը, քրոնիկական սթրեսը, ծխելը, սննդակարգի խախտումը, քնի բացակայությունը, ալկոհոլը։ Այս ամենը երիտասարդացնում է ինֆարկտը։ Ես իմ պրակտիկայում տեսել եմ 28, 32, 35 տարեկան պացիենտների, դա էկզոտիկա չէ, դա այսօրվա բժշկության իրականությունն է։ Ուստի, եթե դուք ունեք ախտանիշներ, տարիքը արգումենտ չէ, զանգահարեք շտապօգնություն։ Միտք 4. Ես չեմ ուզում որևէ մեկին անհանգստացնել, հատկապես գիշերը։ Այս միտքը հաճախ քողարկվում է այս բառերով։ Կարծես թե ես համեստ մարդ եմ, չեմ ուզում խնդիրներ ստեղծել, բժիշկներին առանց այն էլ դժվար է։ Ես դիմում եմ նրանց, ում մեջ հիմա հնչեց այս ճանաչումը։ Իմ սիրելիներ, ձեր կյանքի փրկությունը անհանգստություն չէ, դա բուժաշխատողների աշխատանքն է։ Դա այն է, ինչի համար նրանց աշխատավարձ են վճարում, դա այն է, հանուն որի նրանք ընտրել են այդ մասնագիտությունը։ Ոչ մի նորմալ բժիշկ չի բարկանա ձեզ վրա այն բանի համար, որ դուք շտապօգնություն ունեք կանչել կրծքավանդակի ցավով։ Եթե պարզվի, որ տագնապը կեղծ էր, ձեզ հանգիստ կհետազոտեն, կհանգստացնեն եւ բաց կթողնեն։ Իսկ եթե պարզվի, որ դա իսկապես ինֆարկտ է, ձեզ կփրկեն եւ ոչ ոք երբեք չի ասի ձեզ, որ դուք իզուր եք զանգահարել։ Միտք 5. Ես ինքս գլուխ կհանեմ։ Այս միտքը հատկապես հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ։ Ամեն ինչի հետ միայնակ գլուխ հանելու սովորությունը, թուլություն ցույց չտալը, օգնություն չխնդրելը, սովորական կյանքում դա կարող է արժանիք լինել։ Ինֆարկտի իրավիճակում սա մահացու վտանգավոր սովորություն է, քանի որ ոչ մի կամքի ուժ չի բավականացնի պսակաձև զարկերակում թրոմբը ցրելու համար։ Սա բժշկական տեխնոլոգիայի խնդիրն է, ոչ թե բնավորության, եւ այստեղ պետք է ոչ թե հերոս լինել, այլ խելացի լինել։ Իսկ խելացի մարդը շտապօգնություն է կանչում։ Գոյություն ունի շատ ճշգրիտ բժշկական բանաձև, որը ես ուզում եմ, որ դուք հիշեք։ Ինֆարկտից մահերի մեծ մասը տեղի չի ունենում վերակենդանացման բաժանմունքներում։ Մահերի մեծ մասը տեղի է ունենում տանը, հիվանդանոցի ճանապարհին, այն ամենաառաջին ժամերին, երբ մարդը կամ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, կամ չափազանց երկար էր որոշում զանգել շտապօգնություն, թե ոչ։ Այսինքն, մարդիկ մահանում են ոչ թե բուն ինֆարկտից, նրանք մահանում են հապաղումից, եւ սա հենց այն տարբերությունն է, որի վրա կարելի է ազդել։ Ինֆարկտը մենք դեռ չենք կարողանում ամբողջությամբ կանխել, իսկ ահա հապաղումը կարող ենք։ Սա գիտելիքի, սովորության եւ վճռականության հարց է։ Եվ այսքանով առաջարկում եմ կանգ առնել։ Մենք քննարկեցինք ամենաբարդը. ինչպես ապահովել օգնության հասանելիությունը, ինչպես դրսևորել ձեզ, եթե ավելի վատ եք զգում, ինչ դեղամիջոցներ կարելի է եւ որոնք կատեգորիկապես չի կարելի, եւ ինչ մտային ծուղակներ են տանում դեպի ողբերգություն։ Առջևում մենք ունենք եւս մեկ կարևոր բլոկ կանխարգելման մասին, նախապես պատրաստվելու մասին, այն մասին, թե ինչպես կառուցել կյանքն այնպես, որ ինֆարկտի ռիսկը նվազագույն լինի եւ ինչպես նախապես քննարկել գործողությունների պլանը հարազատների հետ, որpիսի նրանք նույնպես իմանան ինչ անել։ Այս ամենի մասին հաջորդ եզրափակիչ մասում այժմ ես ուզում եմ խոսել այն մասին, ինչը հնարավոր է շատերի համար ավելի պակաս դրամատիկ թվա, քան այն ամենը, ինչի մասին մենք խոսում էինք նախկինում, բայց հավատացեք իմ փորձին, սա զրույցի ամենակարևոր մասն է, որովհետև բոլոր նախորդ հրահանգները պետք են այն պահի համար, երբ փորձանքն արդեն եկել է։ Իսկ այն ինչի մասին մենք խոսելու ենք հիմա, օգնում է անել այնպես, որ այդ պահն ընդհանրապես չգա, կամ գա որքան հնարավոր է ուշ, կամ եթե արդեն եկել է, ապա գտնի ձեզ առավելագույնս պատրաստված։ Ինֆարկտի կանխարգելումը դա համացանցից վերցրած դիետա չէ, մոդայիկ մարզում չէ, կենսահավելումներ չեն։ Սա շատ ձանձրալի, բայց անհավանական արդյունավետ սովորությունների հավաքածու է, որը եթե ներդնեք ձեր կյանքում, իրապես կնվազեցնի ինֆարկտի ռիսկը տասնյակ տոկոսներով։ Ես հիմա ձեզ համար առողջ ապրելակերպի մասին դասախոսություն չեմ կարդա, դուք դա առանց ինձ էլ 100 անգամ լսել եք։ Ես դեզ այլ կերպ կասեմ, ես կպատմեմ, թե այդ ամենից ինչն է իսկապես աշխատում, եւ ինչն է աշխատում ավելի քիչ, քան թվում է։
Սկսենք շարժումից։ Սա թերևս ինֆարկտի կանխարգելման ամենաթերագնահատված գործիքն է, ոչ թե այն պատճառով, որ դրա մասին քիչ են խոսում են շատ, այլ այն պատճառով, որ մարդիկ որպես կանոն սխալ են վերաբերվում դրան։ Նրանք մտածում են, թե շարժումը անպայման սպորտդահլիճն է, անպայման քրտինքը, անպայման տանջանքը, դա մոլորություն է։ Սրտին պետք չէ ձեր հերոսությունը, սրտին պարբերականություն է պետք, օրական 30 րոպե չափավոր ակտիվություն, սա ամենն է։ Դա սպորտ չէ, մարզում չէ, դա պարզապես շարժում է։ Արագ քայլք, աստիճաններով բարձրանալ, շանհետ զբոսանք, նորմալ տեմպով, այգում աշխատանք, այս ամենը հաշվարկվում է։ Գլխավորն այն է, որ սրտամկանը պարբերաբար չափավոր ծանրաբեռնվածություն ստանա եւ սովորի հաղթահարել այն։ Դա նույնը չէ, ինչ մարաթոններ վազելը, դա այն է, ինչ ներդաշնակվում է գրեթե ցանկացած մարդու սովորական կյանքում։ Ես հաճախ եմ լսում պացիենտներից. «Ես հոգնում եմ աշխատավայրում, ինչ շարժում»։ Պատասխանում եմ. համակարգչի դիմաց նստելուց հոգնածությունը եւ շարժումից հոգնածությունը երկու սկզբունքորեն տարբեր հոգնածություններ են։ Առաջինը մաշեցնում է անոթները, երկրորդը մարզում է դրանք։ Պարադոքսալ է, բայց փաստ։ Մարդիկ, ովքեր օրվա վերջում հոգնել են նստած, հաճախ իրենց ավելի վատ են զգում, քան մարդիկ, ովքեր հոգնել են ակտիվ ծանրաբեռնվածությունից։ Որովհետև նստակյաց անշարժությունը այն բաներից մեկն է, որն աննկատ, բայց համակարգված կերպով քայքայում է սրտանոթային համակարգը։ Հաջորդ կետը բազային ցուցանիշների վերահսկումն է, եւ այստեղ ես ուզում եմ ասել մի բան, որը կարող է տարօրինակ թվալ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է անգիր իմանա իր 3 թվերը՝ իր ճնշումը, իր շաքարը, իր խոլեստերինը։ Սա ֆանատիզմ չէ, սա նվազագույն տեղեկացվածություն է սեփական մարմնի մասին։ Այս 3 ցուցանիշները ձեր սրտանոթային համակարգի գործիքակահանակի նման են, եւ դրանք չիմանալը 40, 50, 60 տարեկանում նույնն է ինչ մեքենա վարելը, չիմանալով բաքում որքան բենզին կա։ Սկսենք ճնշումից։ Գնեք տնային տոնոմետր, պետք չեն բարդ մոդելներ, միանգամայն բավական է սովորական ավտոմատ ապարատը բազկի վրա։ Չափեք ճնշումը գոնե շաբաթը 1 անգամ, հանգիստ միջավայրում, առավոտյան, մինչև սուրճը։ Եթե ճնշումը կայուն կերպով բարձր է 100-149-ի վրա, դնացեք բժշկի, սա մանրուք չէ։ Հիպերտոնիան ինֆարկտի գլխավոր ընկերն է։ Բազմամյա չվերահսկվող հիպերտոնիայով մարդը մտնում է շատ բարձր ռիսկի գոտի, եւ հաճախ նա այդ մասին նույնիսկ չի էլ կասկածում, քանի որ բարձրացած ճնշումը չի ցավում, այն պարզապես լուռ, տարի առ տարի քայքայում է անոթները ներսից։ Շաքարն արյան մեջ առնվազն տարին 1 անգամ, իսկ 40 տարեկանից հետո կես տարին 1 անգամ։ Հանձնեք գլյուկոզայի անալիզ քաղցած փորին, եթե արդյունքը նորմայի վերին սահմանին է կամ բարձր, խնդրեք լրացուցիչ անալիզ գլիկոլիզացված հեմոգլոբինի համար։ Սա այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս միջին շաքարը վերջին 3 ամսվա ընթացքում։ Դիաբետը պարզապես պետք է քիչ քաղցր ուտելը չէ։ Դիաբետը մի վիճակ է, որի դեպքում անոթները ներսից վնասվում են յուրահատուկ կերպով, եւ ինֆարկտի ռիսկը նման պացիենտների մոտ մի քանի անգամ ավելի բարձր է, քան մյուսների մոտ։ Ընդ որում այնքան բարձր է, որ ժամանակակից բժշկության մեջ 2-րդ տիպի դիաբետիկին վերաբերվում են որպես պացիենտի, ով ռիսկի տեսանկյունից արդեն տարել է ինֆարկտ։ Խոլեստերին։ Դասական լիպիդային պրոֆիլը այն անալիզն է, որը պետք է հանձնել պարբերաբար։ Այնտեղ նայում են ընդհանուր խոլեստերինը, լավ խոլեստերինը, վատ խոլեստերինը եւ տրիգլիցերիդները։ Եթե վատ խոլեստերինը բարձրացած է, հատկապես այլ ռիսկի գործոնների հետ համակցված, դա առիթ է քննարկելու բժշկի հետ, թե արդյոք լրացուցիչ միջոցառումներ պետք են։ Պետք չէ խուճապի մատնվել, պետք չէ ինքնուրույն դեղեր նշանակել, բայց սեփական թվերն իմանալը պարտադիր է։ Առանձին կասեմ ծխելու մասին։ Ես հակիրճ կլինեմ, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն, բայց անկեղծ կասեմ, ծխելը թերևս միակ ռիսկի գործոնն է, որն այնքան ակնհայտ է, որ այն քննարկելն իմաստ չունի։ Եթե դուք ծխում եք, ինֆարկտի ռիսկը ձեզ մոտ զգալիորեն ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ Եթե դուք թողնում եք ծխելը, ռիսկը սկսում է նվազել արդեն առաջին շաբաթվա ընթացքում եւ առաջին տարվա վերջում առանց ծխախոտի շատ նկատելիորեն ընկնում է։ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ մեկ կոնկրետ գործողությունը տալիս է չափելի արդյունք ռիսկի թվերում։ Ես չեմ ճնշի ու բարոյախոսություն չեմ կարդա, ես պարզապես ասում եմ այնպես, ինչպես կա։ Եթե դուք ունեք այս սովորությունը եւ ցանկանում եք նվազեցնել ձեր ինֆարկտի ռիսկը, դա առաջինն է, ինչից արժե սկսել։ Սթրես։ Թեմա, որի մասին նույնպես խոսում են շատ եւ հաճախ, սխալ։ Շատերը մտածում են, թե սթրեսի կառավարումը ինչ-որ հատուկ պրակտիկաներ են՝ յոգա, մեդիտացիա, ինչ-որ բարդ ու էզոթերիկ բան։ Իրականում էությունը շատ ավելի պարզ է։
Քրոնիկական սթրեսը մի վիճակ է, որում օրգանիզմը մշտապես գտնվում է տագնապի ռեժիմում։ Մշտապես արտանետվում են հորմոններ, որոնք բարձրացնում են ճնշումը, նեղացնում անոթները, արագացնում պուլսը։ Եթե դա տևում է ամիսներ, տարիներ, տասնամյակներ, անոթները մաշվում են շատ ավելի արագ, քան պետք է լիներ։ Կառավարել սթրեսը չի նշանակում այն վերացնել։ Կյանքը կյանք է, առանց սթրեսի չի լինում։ Կառավարել սթրեսը նշանակում է ինքդ քեզ տալ հանգստի, կանոնավոր կղզյակներ։ Բավարար քուն 7-ից 8 ժամ։ Կանոնավոր ժամանակահատվածներ, երբ ձեզ ոչ ոք չի անհանգստացնում աշխատանքային հարցերով, շփում հարազատ մարդկանց հետ, որոնց հետ ձեզ լավ եք զգում։ Նախասիրություն, որի միջոցով դուք հանգստանում եք, զբոսանքներ առանց հեռախոսի։ Սա կատարելության մասին չէ, սա կայուն սովորությունների մասին է։ Եվ այստեղ ես ուզում եմ մի փոքր շեղվել։ Ինձ շատ հետաքրքիր է լսել ձեզնից, թե սրտի կողմից ինչ ախտանիշներ եք դուք կյանքում գոնե մեկ անգամ անտեսել։ Գուցե դա ճնշում էր կրծքավանդակում, որը դուք վերագրեցիք հոգնածությանը։ Գուցե անբացատրելի հեվոց աստիճաններով բարձրանալուց հետո, գուցե տարօրինակ ցավ ձեռքում կամ ծնոտում, որն ինքն իրեն անցավ։ Գրեք մեկնաբանություններում, դա կարևոր է և ինձ համար, և մյուս հանդիսատեսի համար։ Որովհետև երբ մարդիկ ճանաչում են իրենց իրավիճակները ուրիշների պատմություններում, նրանք սկսում են իրենց առողջությանը վերաբերվել ավելի լուրջ, և ձեր անկեղծ մեկնաբանությունը կարող է ինչ-որ մեկի համար ազդակ դառնալ, որպեսզի վերջապես գնա սրտաբանի մոտ։ Իսկ այժմ եկեք շարունակենք։ Սնուցում։ Այստեղ ես չեմ թվարկի մթերքներ, որովհետև ցանկացած նման ցուցակ անպայման վեճեր կառաջացնի և ոչ մեկին ամբողջությամբ չի համապատասխանի։ Ես կասեմ սկզբունքներ, որոնք իսկապես աշխատում են։ Առաջին, ավելի քիչ ուլտրամշակված սնունդ։ Դա այն ամենն է, ինչ վաճառվում է վառ փաթեթավորումներով, բաղադրիչների երկար ցանկով, որոնց մեծ մասը դուք չեք կարող արտասանել։ Նման սնունդը թաքնված շաքարի, վնասակար ճարպերի և աղի գլխավոր աղբյուրն է, որոնք քայքայում են անոթները։ Երկրորդը, ավելի շատ բանջարեղեն և ձուկ։ Հնչում է բանալ, բայց դա աշխատում է երկարաժամկետ կտրվածքով։ Երրորդը, աղի վերահսկողությունն է, հատկապես եթե դուք արդեն ունեք հիպերտոնիա։ Եվ չորրորդ, ալկոհոլը։ Կարմիր գինի չէ, որն օգտակար է սրտին, դա առասպել է, որը վաղուց հերքվել է։ Որքան քիչ ալկոհոլ, այնքան լավ անոթների համար։ Վերջ, քուն, այս մասին ինչ-որ պատճառով ավելի քիչ են խոսում, քան սննդի ու շարժման մասին, իսկ իզուր։ Քրոնիկական չքնելը սրտանոթային համակարգի համար ռիսկի հզոր անկախ գործոն է։ Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով քնում են 6 ժամից պակաս, ունեն ինֆարկտի զգալիորեն բարձր ռիսկ, համեմատած նրանց հետ, ովքեր քնում են 7-ից 8։ Եթե ձեզ համար դժվար է քնել, եթե ունեք անքնություն, եթե խրմփացնում եք և արթնանում եք ջարդված վիճակում, դիմեք մասնագետի։ Մասնավորապես, քնի օբստրուկտիվ ապնոեի համախտանիշը, երբ մարդը քնի մեջ կարճ ակնթարթներով դադարում է շնչել։ Սա լուրջ, բայց հաճախ չախտորոշվող խնդիր է, որն ուժեղ հարվածում է սրտին։ Այժմ ես ուզում եմ անցնել մի բլոկի, որն իմ կարծիքով ավելի արժեքավոր է, քան ցանկացած կանխարգելում, քանի որ այն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ կանխարգելումը չի աշխատել։ Ես դա անվանում եմ նախապես պատրաստվել։ Դրանք այն բաներն են, որոնք պետք է անել հանգիստ օրը, երբ դուք առողջ եք, երբ ձեզ ոչինչ չի սպառնում։ Անել մեկ անգամ, որպեսզի փորձանքի դեպքում ամեն ինչ պատրաստ լինի, դա նման է տան հրդեհային ազդանշանային համակարգին։ Այն տեղադրում են ոչ թե այն պատճառով, որ հրդեհն արդեն տեղի է ունեցել, այլ այն պատճառով, որ մի օր այն կարող է պատահել։ Առաջին ինչ պետք է անել արտակարգ ծառայությունների համար անգիր սովորելն է։ 112 3 թվեր, որոնք պետք է ձեր գլխում գրանցված լինեն նույնքան ամուր, որքան ձեր անունը, ոչ թե հեռախոսում, ոչ թե գրառումների գրքույկում, այլ հենց գլխում, որովհետև այն պահին, երբ ձեզ վատ զգաք, ժամանակ չեք ունենա փնտրելու, թերթելու, հիշելու։ Պետք է լինի այսպես. զգացիք ախտանիշները, անմիջապես ավտոմատ կերպով հավաքեցիք 112։ Սա ռեֆլեքս է, որը պետք է դաստիարակել ձեր մեջ։ Եթե ձեր ընտանիքում կան տալեց ծնողներ, հետևեք, որ նրանք նույնպես իմանան այս համարը և կարողանան այն օգտագործել իրենց հեռախոսի վրա։ Երկրորդը՝ հեռախոսի լիցքավորումը։ Սա մանրուք է, որի մասին մտածում են վերջին հերթին, բայց ես այն համարում եմ կրիտիկական կարևոր։ Սովորեցրեք ձեզ ամեն երեկո լիցքավորել հեռախոսը, նույնիսկ եթե լիցք դեռ կա։ Դարձրեք դա առօրյա սովորություն, նույնպիսին ինչպիսին ատամները լվանալն է, քանի որ եթե ձեզ գիշերը վատ զգաք, իսկ հեռախոսը ցույց տա լիցքավորման 5%, և դուք չկարողանաք ժամանակին շտապօգնություն կանչել կամ չկարողանաք մնալ կապի մեջ դիսպետչերի հետ, դա կարող է արժանալ ձեր կյանքը։ Ես իրական դեպքեր գիտեմ, երբ հենց լիցքաթափված հեռախոսն է ճակատագրական գործոն դարձել։ Երրորդը՝ իմանալ ձեր ռիսկի գործոնները։
Մի օր հանգիստ նստեք, վերլուծեք, կան արդյոք ձեր ընտանիքում վաղ ինֆարկտների դեպքեր։ Հոր մոտ մինչև 50 տարեկանը, մոր մոտ մինչև 65 տարեկանը։ Ունեք արդյոք հիպերտոնիա, դիաբետ, բարձր խոլեստերին, արդյոք ծխում եք։ Քանի տարեկան եք, եթե հավաքվում են մի քանի գործոններ, դուք բարձր ռիսկի գոտում եք, եւ դա խուճապի առիթ չէ։ Դա առիթ է սրտաբանի հետ խոսելու համար, հետազոտություն անցնելու, ձեր իրավիճակը հասկանալու համար։ Հնարավոր է սկսել որևէ կանխարգելիչ թերապիա, եթե բժիշկը դա խորհուրդ տա։ Չորրորդ, եւ սա շատ կարևոր է, պլանը քննարկել հարազատների հետ։ Ես գիտեմ, որ սա անհարմար թեմա է, ոչ ոք չի ուզում ընտանիքի հետ խոսել այն մասին, որ կարող է վատ բան պատահել, բայց հավատացեք, մեկ անկեղծ զրույցը, որն անցկացվել է հանգիստ պահին, կարող է մի քանի կյանք փրկել։ Ինչ պետք է իմանան ձեր հարազատները։ Նրանք պետք է իմանան, որ եթե տեսնում են ձեզ մոտ ինֆարկտի նման ողախտանիշներ, նրանց խնդիրը ոչ թե ձեր արդարացումները լսելն է, այլ շտապօգնություն կանչելը։ Նրանք պետք է իմանան, թե որտեղ են դրված ձեր փաստաթղթերը, ապահովագրական պոլիսը, այն դեղերի ցանկը, որոնք դուք ընդունում եք, տեղեկատվությունը քրոնիկական հիվանդությունների եւ ալերգիաների մասին։ Նրանք պետք է իմանան ձեր հիմնական բժիշկների համարները, եթե այդպիսիք կան։ Եվ որ պակաս, կարևոր չէ, դուք ինքներդ պետք է իմանաք նույն ամենը նրանց մասին, հատկապես սա վերաբերում է տարեց ծնողներին։ Եթե ունեք մայր կամ հայր, որոնք 60-ն անց են, նստեք եւ խոսեք նրանց հետ։ Ստուգեք, գիտեն արդյոք նրանք ինֆարկտի ախտանիշները։ Գիտեն արդյոք 112 համարը։ Գիտեն արդյոք, որ չի կարելի համբերել, չի կարելի սպասել, չի կարելի ինքնուրույն գնալ հիվանդանոց։ Բացատրեք, կրկնեք մի քանի անգամ, ստուգեք, որ նրանց հեռախոսում լինեն ձեր եւ այլ հարազատների համարները արագ հասանելիության տակ։ Սա զրույց է, որը խլում է կես ժամ, բայց կարող է փրկել այն մարդու կյանքը, ում դուք սիրում եք։ Կա եւս մեկ քննարկ, որը ես խստորեն խորհուրդ եմ տալիս։ Բարձրաձայնեք սցենարը։ Հենց հիմա այս տեսանյութը դիտելուց հետո պատկերացրեք. երեկո է, դուք տանն եք, ձեր կրծքավանդակում ճնշում է։ Ինչ եք դուք անելու։ Բարձրաձայնեք, քայլ առ քայլ։ Վերցնում եմ հեռախոսը, հավաքում եմ 112, ասում եմ. ճնշում է կրծքավանդակումս, հևոց է, ես մենակ եմ, հասցեն այսինչն է։ Գնում եմ դեպի դուռը, բացում եմ այն, միացնում եմ լույսը, վերադառնում եմ, պառկում եմ, դանդաղ շնչում եմ, հեռախոսը կողքիս եմ պահում։ Սա տևում է 1 րոպե, բայց ուղեղը հիշում է այս սցենարը, եւ իրական իրավիճակում այն կմիանա շատ ավելի արագ, քան եթե դուք բախվեիք դրան առաջին անգամ։ Ուղեղը, որը մեկ անգամ փորձարկել է ճգնաժամային իրավիճակը, իրականում արձագանքում է ավելի արագ եւ ճշգրիտ։ Սա հայտնի փաստ է արտակարգ իրավիճակների հոգեբանությունից։ Փրկարարները, օդաչուները, վերակենդանացման բժիշկները, նրանք բոլորն անցնում են նման մտավոր փորձեր։ Սա նրանց մասնագիտական գործիքն է, բայց դրանից կարող է օգտվել ցանկացած մարդ, եւ սա ամենաէժան, հասանելի եւ արդյունավետ միջոցներից մեկն է, փրկվելու ձեր շանսերը բարձրացնելու համար, եթե փորձանքը գա։ Եվս մեկ կարևոր բան։ Ձեզ համար որոշեք մոտակա բժշկական հաստատությունը, որն ունի սրտանոթային կենտրոն։ Ոչ թե պարզապես հիվանդանոց, այլ հենց հաստատություն, որտեղ կա բաժանմունք, որն ունակ է արտակարգ միջամտություններ իրականացնել ինֆարկտի ժամանակ։ Շտապօգնությունն ինքը գիտի ուր տանել, բայց դուք պետք է տեղյակ լինեք, որ նման վայր գոյություն ունի ձեր քաղաքում եւ որտեղ է այն գտնվում։ Դա ձեզ ներքին հանգստություն կտա եւ անհրաժեշտության դեպքում կկարողանաք արագ կողմնորոշվել, թե կոնկրետ ուր են ձեզ տանում։ Եվ այժմ մենք մոտենում ենք նրան, ինչից սկսել էինք։ Մենք երկար ճանապարհ անցանք։ Այն սարսափելի առաջին պահից, երբ առաջանում է ճնշումը կրծքավանդակում, մինչև հանգիստ քննարկումն այն բանի, թե ինչպես կազմակերպել կյանքը, որպեսզի ռիսկը լինի նվազագույն։ Այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք, կարելի է հանգեցնել մեկ պարզ մտքի, եւ ես ուզում եմ, որ հենց դա դուք տանեք ձեզ հետ այս տեսանյութից հետո։ Ինֆարկտը փորձարկումների պահ չէ, դա դիմացկունության պահ չէ, դա եկեք տեսնենք ինչ կլինի պահ չէ։ Դա մեկ միակ որոշման պահ է։ Արագ ստանալ որակավորված օգնություն, իսկ մնացած ամեն ինչը, հնարքները, տեխնիկաները, դիրքերը, դեղամիջոցները երկրորդական են։ Գլխավորը շտապօգնություն զանգահարելն է, գլխավորը չհապաղելն է, գլխավորը ինքնուրույն չգնալն է, գլխավորը դուռը բացելն է, գլխավորը բրիգադորը բրիգադի ժամանմանը ողջ մնալն է։ Եթե դուք հիշեք միայն սա, դուք արդեն կիմանաք ավելին, քան մարդկանց մեծամասնությունը։ Եթե դուք պատմեք սա գոնե մեկ մտերիմ մարդու, դուք հնարավոր է արդեն փրկել եք մեկ կյանք։ Եթե դուք բարձրաձայնեք սա ձեր ծնողների հետ, կնոջ կամ ամուսնու հետ, երեխաների հետ, դուք ձեր գիտելիքը կվերածեք մի ամբողջ ընտանիքի պաշտպանության։ Ինֆարկտի մասին գիտելիքը մռայլ տեղեկատվություն չէ, որը պետք է թաքցնել հեռու։ Սա հենց այն ապահովագրությունն է, որը ոչինչ չարժե, քանի դեռ պետք չի եկել, եւ որն անգին է այն պահին, երբ պետք է գալիս։
Ես ուզում եմ վերջում անձամբ ինձնից մի բան ասել։ Իմ պրակտիկայի տարիների ընթացքում ես տեսել եմ շատ պատմություններ կապված ինֆարկտի հետ։ Եղել են նրանք, ովքեր փրկվել են այն բանի շնորհիվ, որ անմիջապես զանգահարել են շտապ օգնություն, եւ եղել են նրանք, ովքեր չեն հասցրել։ Եվ ճնշող մեծամասնության դեպքերում տարբերությունն այս երկու խմխմբերի միջև ոչ տարիքի մեջ էր, ոչ անոթների ախտահարման աստիճանի մեջ, ոչ էլ ինչ-որ հատուկ բժշկական հրաշքների մեջ։ Տարբերությունը րոպեների մեջ էր։ Այն առաջին ամենակարևոր րոպեների, երբ մարդը կամ կայացնում էր ճիշտ որոշում, կամ չեյացնում այն։ Ես շատ եմ ուզում, որ այս տեսանյութից հետո ձեր գլխում մնա մեկ հստակ ըմբռնում. ժամանակը ձեր միակ իսկական դաշնակիցն է այս իրավիճակում։ Մնացած ամեն ինչը կարող է լինել ձեր հակառակորդը՝ վախը, կասկածները, ամաչելը, հույսը, թե գուցե անցնի։ Միայն ժամանակը, ավելի ճիշտ նրա ճիշտ օգտագործումը առաջին րոպեներին աշխատում է ձեր օգտին։ Եթե դուք սա հասկացաք, ուրեմն այս 40-ից ավելի րոպեները, որոնք մենք անցկացրինք միասին, իզուր չէին։ Այժմ մի փոքրիկ, բայց կարևոր պահ։ Այն ամենը, ինչ ես պատմեցի այս տեսանյութում, ընդհանուր բժշկական տեղեկատվություն է, կրթական բնույթի։ Դա չի փոխարինում բժշկի դեմ առ դեմ խորհրդատվությանը։ Յուրաքանչյուր մարդ եզակի է, յուրաքանչյուրն ու յուժն ունի իր առանձնահատկությունները, իր քրոնիկական հիվանդությունները, իր դեղամիջոցները, իր հակացուցումները։ Եթե դուք ունեք սրտի կողմից ախտանիշներ, եթե դուք ունեք ռիսկի գործոններ, եթե դուք հարցեր ունեք կոնկրետ պրեպարատների վերաբերյալ, որոնք ես նշեցի, անպայման քննարկեք դա ձեր բուժող բժշկի կամ սրտաբանի հետ։ Մի զբաղվեք ինքնախտորոշմամբ, ըստ տեսանյութի, նույնիսկ եթե այն բժշկից է։ Տեսանյութը տալիս է ուղենիշներ, բայց ձեր առողջության վերաբերյալ կոնկրետ որոշումները պետք է կայացվեն ձեզ ճանաչող մասնագետների կողմից իրական զննումից եւ հետազոտությունից հետո։ Եվ վերջինը, եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են՝ ծնողների, ամուսնու, կնոջ, ընկերների հետ։ Պարտադիր չեն երկար բացատրությունները, պարզապես ուղարկեք։ Մարդիկ շատ ավելի հաճախ նայում են այն, ինչ իրենց ուղարկել է հարազատ մարդը, քան այն, ինչ իրենք պատահաբար գտնում են ինքնուրույն։ Եվ գուցե հենց ձեր հաղորդագրությունը դառնա այն ազդակը, որը մի օր կփրկի ինչ-որ մեկի կյանքը։ Եվ ևս մեկ բան, մի հետաձգեք ընտանիքի հետ զրույցը։ Այսօրվա հանգիստ երեկոն հիանալի ժամանակ է, թե ի շուրջ հարազատների հետ քննարկելու համար, թե ինչ անել արտակարգ իրավիճակում։ Առանց դրամատիզմի, առանց լարվածության, պարզապես որպես մի պլան, որը լավ կլինի ունենալ։ Պահպանեք ձեզ, պահպանեք ձեր սիրտը։ Հիշեք, այն աշխատում է ձեզ համար, ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանին, առանց հանգստյան օրերի եւ ընդմիջումների։ Նվազագույնը, որ մենք կարող ենք անել որպես պատասխան, նրա նկատմամբ ուշադիր լինելն է եւ իմանալը, թե ինչպես օգնել նրան, եթե հանկարծ դժվար պահ գա։ Ձեզ հետ Արմեն Միքայելյանն էր։ Առողջություն ձեզ եւ ձեր հարազատներին։